Որքան ինտենսիվ են ներկայացվում զինված ուժերի բարեփոխման ծրագրերը, նույնքան մտահոգիչ է մնում մահվան դեպքերի վիճակագրությունը։ Այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Մեկ օրվա տարբերությամբ նախ հայտնաբերվեց ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Լուրը դեռ չմարսած հայտարարեցին մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այս անգամ Սիսիանի զորամասերից մեկում է հայտնաբերվել պայմանագրային զինծառայողի դին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի կարծիքով ստեղծված իրավիճակին պետք է լուրջ գնահատական տա զինված ուժերի ղեկավարությունը։ Նրա խոսքով բանակում կան խորքային խնդիրներ, որոնք ազդում են նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Համապատասխան եզրակացություն պետք է անի զինված ուժերի ղեկավարությունը, լուրջ մի պահ դադար տա եւ գնահատի ստեղծված իրադրությունը, որովհետեւ կան խորքային խնդիրներ, որոնք որ ազդում են զինված ուժերի այս իրավիճակին, լարվածությանը եւ այլն։ Ըստ իս առաջին հերթին, երբ որ վեր ենք լուծում ինքնասպանությունները, որոնց հիմքում ընկած է քնելու համար հայհոյան գնելը, դա կապված է մարտական հերթապահության լարվածության հետ։ Ոչ կանոնադրական հարաբերությունները, անհանդուրժողականությունը, հայհոյանքը, նվաստացումները եւ քրեական ենթամշակույթի դրսեւորումները նույնպես առանցքային խնդիր են։ Եվ հենց այս միջավայրում սովորական վեճը կարող է վերածվել ծեծկրտուքի, իսկ ծայրահեղ դեպքում սպանության։ Մենք բոլորս գիտենք, տեսնում ենք, որ այդ քրեական ենթամշակույթ ատելության մթնոլորտ առաջին հերթին գալիս է հենց երկրի առաջի դեմքից։ Ես չեմ ուզում կրկնեմ նրա բառերը։ Օհանյանը կարևորում է նաև բանակում ուսուցման եւ դաստիարակության համակարգը, նաև սպաների ու սերժանտների պատրաստվածությունը։ Նրա համոզմամբ միայն պատժելով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է աշխատող համակարգ։ Եվ ըստ Օհանյանի չպետք է ամեն ինչ բարթել հրամանատարական ներքևի օղակի վրա։ Ժամանակին, երբ որ դեպքեր տեղի ունենում, ասենք վերադասը երկրի ղեկավարությունը պաշտպանության նախարարին ասում էր կարգի բեր իրավիճակը եւ նույնը, ասենք ինքը ասում էր գլխավոր շտաբի պետին, գլխավոր շտաբի պետը զորամիավորումների հրամանատարներին, բայց դեպքեր էին լինում, երբ որ հասնում է ամենաներքին օղակին, արդեն այդ ներքին օղակին ասելը վերերացում ամենախիստ պատժի։ Փաստորեն դառնում էր, որ պատժվում էին միշտ այն օղակները, ովքեր որ անմիջական աշխատում են, բայց նրանց օգնել է պետք։ Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի խոսքով ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահերի դեպքերը ցույց են տալիս, որ շեղվող վարքագիծը կանխելու եւ վերահսկելու համակարգը արդյունավետ չէ։ Իրավիճակը չեն կարող վերահսկել։ Իրավիճակը վերահսկելի դառնում է այն պարագայում, տեսականորեն, երբ որ իրավիճակը արդեն դառնում է համակարգի ազդեցության տակ, կանգնացվում է այդ process-ը, այնուհետև սկսվում է մաքրման, առողջացման process։ Սարոյանի խոսքով միայն կադրային փոփոխություններով խնդիրը չի լուծվի։ Եթե համակարգի արդյունավետությունը կախված է նրանից, թե ով է տվյալ պաշտոնում, նշանակում է խնդիրը հենց համակարգի աշխատանքն է։ Ցանկացած պոստում, ցանկացած զորամասում պետք է լինեն պաշտոնյաներ, այսինքն ֆունկցիոներներ, որոնք որ հենց պատասխանատու են բարոյահոգեբանական վիճակի համար։ Տեսեք, բարոյահոգեբանական մակարդակ ասվածը ինքը ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար, տեսեք ինչքան օղակներ է իր մեջ ներառում, որոնք որ պատասխանատու են հենց այդ մակարդակի բարձր պահելու վրա։ Բանակում կարգու կանոն հաստատելու խնդիրը չի կարելի լուծել դրսից ուժային կառույցների ներգրավմամբ, շեշտում է Սեյրան Օհանյանը։ Բանակն ունի իր հրամանատարական եւ մասնագիտական համակարգը, որը պետք է կարողանա ինքնուրույն ապահովել կարգապահությունն ու կանխել նման երևույթները։ Ես տեսնում եմ այսօր երկու խնդիր։ Առաջինը անձնակազմի համալրում, անձնակազմը քիչ է եւ այդ կանոնաբեռնվածությունը ազդում է մարդկանց վրա, ովքեր որ բոլորը չեն, որ կարող են, ասենք, տանել այդ բոլոր ծառայության ծանրությունները։ Եվ երկրորդը ուսուցման եւ դաստիարակության եւ բանակի առօրյային վերաբերող զորքերի ծառայության ճիշտ կազմակերպում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասում է, տարիների ընթացքում դեպքերի թիվը եւ աճել է եւ նվազել, իսկ պաշտպանության նախարարին բանակում մահվան դեպքերի համար մեղադրելը նրա խոսքով նորություն է։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն,
Բայց այն որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ բանակում մահվան դեպքերի խնդիրը կառավարության ամենամեծ խնդիրներից է եւ դրա լուծման համար անհրաժեշտ են արմատական քայլեր։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդրը ավելի է սրվել, գիտեք ինչի, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի միջավայրի զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում։ Այս ամենին զուգահեռ քննչական կոմիտեն մեկը մյուսի հետևից վարույթներ է նախաձեռնում քննելով դեպքերի հանգամանքները։ Ինքնասպանություն, սպանություն։ Խաղաղ պայմաններում բանակի առօրյայի այս դրսևորումները շարունակում են լուրջ հարցեր առաջացնել համակարգի արդյունավետության եւ զինծառայողների անվտանգության վերաբերյալ։ Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրները եւ 3 ամսվա ընթացքում համակարգային լուծումների առաջարկներ ներկայացնի։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։